հրյաների կռիվնա մեր արժիտեն։ Ջողոտները ոնց որ Քրիստոսին խաչել են, Քրիստոսին պաշտող ազգին խաչում են միջև հիմա։ 20,000 հայ տղեկ տվեց զոյ։ Բերանով ասեց, որ կարայ նույն ռեզուլտատն ունենայի, բայց տվել եմ, սպանել եմ։ Բերանով ասելա միջև Արցախի կռիվը, որ Արցախը հանձնելու եմ։ Բերանով ասելա կդոր ոնց որ Փարուխն ու Կարագլուխը տվել եմ, ամբողջ Հայաստանը տալու եմ։ Հիմա ոստիկանություններ, հանցագործին, Սայմանադրությունով պարտավորը Փաշազադեն պաշտպանել երկիր ազգը, Բերանով խոստովանել է, որ տալիս է ու տալու է, սպանել եմ ու սպանում եմ, սա հերթական իրան խաղն է, հայ առաքելական եկեղեցին հայ ազգը ոչնչացնելու, չվարդվոտվեմ։ Հասարակությունից էլ շատ ոստիկաններ են այսօր հավաքվել մարդկանցից էլ շատ։ Թողեք մայրիկը պիտի գնա աղոթքան։ Չէ, թողեք մայրիկը պիտի խոսա, հերիկա, կուլտուրական մայրիկի բերանը փակեք, 40 եք ջարդել եք, ես ձեզ դիմել եմ ցույցերի ժամանակ, դուք քնցնող եք, հայի զայրուտը քնցնողն եք, այո։ Ինչու են ոստիկանները ձեզնից շատ այսօր մայրաթողում։ Մեզնից շատ, որովհետև ոստիկանները ուզեն թե չուզեն, սայմանադրության հարգվում են հրահանգին։ Հիմա չի ենթարկվեն, հարցակվելու է ոստիկանների վրա, ոնց որ հիմա հրահանգ է տրված, ոստիկանությունից ինչքան կռվող տղա կա, ինչքան կռվողների տղա կա, ոստիկանությունից սաղին հանում է։ Հրահանգ է տրված, ոստիկանության ակադեմիան, ոչ մի կռվողի կամ ոչ մի կռվողի տղու գործի չվերցնեն, ուսուցման չվերցնեն։ Հրահանգ է տրված, ինչքան գող ու բոս կան, վերցնեն ոստիկանությունում աշխատելու։ Կդրեցիք։ Ուղիղ եթեր էր։ Նայեք, ով որ իմ խոսքը տարած է Աստծուց օրհնված կլինի, ով որ ելել է հայ առաքելական եկեղեցին, իմացեք, որ տուն ու տեղը չորանալու է, ժողովուրդ, սա կադակ չի։